Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ձեզ հետ ծովին արվեդայական թվահոգեբանն եմ։ Այսօր ես թեման որոշել եմ մի փոքր բաց տեքստով այսպես խոսել, որպեսզի շատ մարդիկ հասկանան ինչ է նշանակում տարո թվահոգեբանություն, ահա։ Ընդհանրապես, ինչպեսի մարդիկ են ինձ դիմում, ինձ մոտ սովորելու, ինչ է իրենից ներկայացնում տարո թվահոգեբանություն սովորելը եւ այլը։ Մի փոքր դրանից կխոսենք։ Ինքը ընդհանրապես տարո թվահոգեբանությունը շատ հոգեվոր ուղի է եւ իրական մասնագիտություն։ Եթե դուք զգում եք, որ ձեր կյանքում կարող են կրկնվել ինչ որ նույն իրավիճակներ, նույն հարաբերությունները, նույն մարդու հետ ներքին կապված, հա, ուրեմն կասկածները, կարող եմ ասել, որ դրանք ոչ մի բան պատահական չեն ձեր կյանքում, մանավանդ, որ դուք կարող եք տեսնել ձեր կյանքում տարբեր թվեր, դա արարչական լեզուն է, ես դրան հետո կանդրադառնամ, կապված շատ են գրում ինձ թվերի հետ կապված, ինչ է նշանակում 11 թվանշանները։ Ես նումերոլոգ չեմ, այլ հակառակը թվահոգեբան, դրանք բավականին մեծ տարբերություն ունեն, որովհետև միայն ասել, որ այս թվերը սենց արեք ու վсё, էդի չեղավ, որ մարդը մասնագետ է, մարդը պետք է հոգեբանորեն մոտիկանա այս ամեն ինչին ֆիզիկայի պես, հա, թվի էներգիաները բացատրի, մոտավորապես, թե մարդը ոնց կարա ճիշտ աշխատացնի այդ թվերը, հա, դրան էլ հենց օգնում է կողքից տարոն, այսինքն մենք բոլորս գիտենք, որ տարո քարտերը ինքը արարչագործիկ է, սակագործիկ, բարև ձեզ, որը որ տիրապետում է 22 հոգևոր արկանները, մենք ունենք եւ 4 տարերկները, հա, 56 արկանները, փոքր, որոնք իրավիճակներն են ցույց տալիս։ Այսօր մարդիկ, ովքեր անգամ տարան պաշ քարտերը, Կարալևա քարտերը, թվագիտությամբ դա արտաբերել։ Ես ոչ մեկի վերանից չեմ լսել, ինչու։ Ես կարող եմ, մի վարքյան, ես կարող եմ մի թեթև հուշում անել օրինակ բերելու համար։ Օրինակ 14-ը դա Կարալևա կուբկներն են, հա, Կարալևաները, որտեղ մենք ներողություն 13-ները, որտեղ որ մենք գումարում ենք 1-ին 3 անում է 4, անգամ այս հասարակ պարզ, հա, տրամաբանական բանի մասին չգիտեն, թվերի հետ կապված։ Դրա համար մի փոքր ես որոշեցի այսօր փակագծեր բացել, որպեսզի շատերը հասկանան ինչ է նշանակում տարո եւ թվա հոգեբանություն։ Ընդհանրապես դա պատահական չի, որ ձեր կյանքում դուք կարող եք տեսնել թվեր, դուք կարող եք տարբերվել շատ մարդկանցից։ Ես ներկայացրել եմ ձեզ, թե ինչպեսի մարդիկ կարող են ընդհանրապես, հա, ինձ դիմել, որպեսզի սովորեն։ Տարո թվահոգեբանությունը ստեղ կարող է բացատրի, թե ինչու եք դուք հենց այդպես մտածում, որ ամեն ինչ պատահական չի զգում, կան ձեր կյանքում, հա, ընտրում։ Սա որովհետև գուշակություն չի, որոշ տգետներ տարոն անգամ գիտելիք չունեն ներկայացնել գուշակություն չհասկանալով, որ դա թվերի մոգության հետ բավականին մեծ կապ ունի։ Ինչի համար, որովհետև տարոթվագիտություն դա բավականին կարող եմ ասել, որ ինքը կառուցվածքային, հա, գիտելիք է, որը ամեն մարդու հասու չէ։ Եթե մարդը օգտագործում է, վերցնում է տարո քարտ ձեռքը, խոսքի օրինակ, հա, ինքը շահի համար, որ մարդկանց գցի իր թակարդը, ճակատագրերի հետ խաղա, այնքան որ գումարներ աշխատի, բնական է, հա, քանի որ տարոն ինքը հոգևոր, նաև գործիք է, հոգեբանության հետ էլ կապ ունի, ընդհանրապես ոչ մի կապ չունեն, ոչ մի հոգևոր, նաև արժեքների հետ։ Ընդհանրապես ինչ է իրականում տարո թվահոգեբանությանը, նայեք,
Ինչպես են, հա, ծննդյան թվերն ու տարոյի քարտերը աշխատում միասին։ Ինչու սա կարող է դառնալ մասնագիտություն որոշ մարդկանց մոտ, այլ ոչ թե հոբբի։ Եվ արդյոք սա ձեր ճանապարհն է։ Ընդհանրապես դասերը ես վարում եմ ինքը, հա, շաբաթը մեկ անգամ, 2 ժամ, անգամ 2 ժամ, ուրեմն 30 րոպե է տևում, շաբաթը մեկ անգամ, ընդհանրապես ինքը իր մեջ մեծ բազային կուրս է, ահա, արդեն տարոյի թվաբանության կուրսերը ես հիմա միայն ոչ թե սովորեցնում եմ, հա, ես թվաբանությունը հիմա ոչ թե սովորեցնում եմ հիմա միայն թվաբանություն, այլ տարոն թվաբանության հետ։ Կուրսերը տևելու է 6 ամիս եւ բավականին գլոբալ տիրապետելու են որպես ովքեր ավարտեն ինձ մոտ, որպես պրոֆեսիոնալ, այլ ոչ թե սիրողական, հա, մասնագետներ, տարո թվա հոգեբաններ։ Հիմա նայեք, որպեսզի հասկանանք, հա, արդյոք սա ձեր ճանապարհն է, թե ոչ, արդյոք սա ձեզ համար միգուցե հոբբի է, թե ոչ, ընդհանրապես ինքը դասը նախատեսված է սկսնակների համար, մասնակցությունը ինձ մոտ գրանցումով է, եթե դուք խոսքի օրինակը զգում եք կանչ, ուրեմն այս դասը հենց հաջորդ 7-րդ բազային ձեզ համար է լինելու, ոչ թե միայն տարո ընթերցման սովորելու որպես սկսնակ, հա, պրոֆեսիոնալ մասնագետ, այլ տարո թվա հոգեբան։ Տևելու է դա 6 ամիս, ուրեմն կուրսի նպատակն է իմ սովորեցնել ոչ թե քարտեր ենքան որ քաշել, հա, այլ կարդալ մարդու հոգեբանական կառուցվածքը։ Սրանք բավական տարբեր են, քան որոշ տգետներ կարող են ներկայացնել գուշակություններ, ուրեմն այդ մարդիկ այտենց գուշակ մանուշակ էլ կմնան։ Ստեղ հոգևոր էթիկան է շատ կարևոր, դասերի ժամանակ, որ ես սովորացնում եմ ուսանողի ներքին, նաև պատրաստվածությունը, հա, ինչն է հետաքրքիր է ստեղ, որ թվերը որպես հոգեբանական կոդ, ովքեր որ ծնվել են, հա, մարդը ինքը ծնվել այսինչ ամսին, այսինչ օրը, այսինչ տարվան, դրանք մեծ կապ ունեն։ Թվի էներգետիկի մասն եք իմանում, ուժեղ եւ թույլ կողմերն եք ձեր իմանում, սկսում եք լավ ճանաչել ձեզ։ Իսկ առաջադրանքները դրանք ինքնավերլուծություն ընդհանուր այդպես է կոչվում։ Իսկ տարոյի արկանները որպես հոգու լեզու են ձեզ համար լինելու, այսինքն ինչ է նշանակում արկանը, կիմանաք, ինչպես է աշխատում մարդու ենթագիտակցությունը, ինչու է քարտը տարո խոսում ձեզ հետ, հա, թվի եւ արկանի այստեղ համադրումը շատ կարևոր կլինի, որպեսզի դուք վարժ սովորեք ինձ մոտ, սխալներ սկսնակների մոտ հնարավոր է լինեն, բայց պետք չի վախենան, որովհետև ոչ մեկի ձևական չի լինում, եւ դուք իմանում եք ինչպես չվնասել մարդուն հետագայում ինձ մոտ սովորելուց հետո, ինչպես չխաղաք մարդկանց ճակատագրերի հետ, որովհետև ես ինձ մոտ չեմ վերցնում խաբեբաներին, հա, ինձ եղել է, ես ուզում եմ մի քիչ այսօր փակագծեր բացեմ, որպեսզի դուք իմանաք։ Ուրեմն ինձ մոտ եղել են մարդիկ, ովքեր ինձ 5000 եւ ավել եվրո են ցանկացել վճարել, որպեսզի ես իրենց հետ աշխատեմ, սովորեցնեմ եւ այլն։ Բայց ես կատեգորիկ նման երևույթներից հրաժարվել եմ, ինչու, որովհետև երբ որ ես դիագնոստիկա եմ արել, ես տեսել եմ, որ անձը հատուկ նպատակներով այդպիսի անձինք ունակ են ամեն ինչի, որպիսի ուրեմն փոքր ժամանակ, հա, ովքեր իրենց նեղացրել են, ովքեր իրենց ստորացրել են, նվաստացրել են, նրանք մտնեն, կոպիտ ասած, հա, սովորեն գումարով, այնքան որ ռուչնոյ իրանց տրված չի ուժ, որպեսզի վրեժ լուծեն հետագայում մոգությունով այլ մարդկանցից։ Ես ասեմ, որ ես նման նպատակներից հրաժարվել եմ, որովհետև նման երևույթներ ինձ ընդհանրապես չեն հետաքրքրել։
ինձ մոտ սովորում են միայն անկեղծ մարդիկ, ում ես դիագնոստիկայում անում տեսնում եմ եւ 100% գիտեմ, որ հենց այնպես մարդուն չի ձգում միստիկան, ովքեր կարող են ինձ դիմել սովորելու համար, ում կանչում է տարան, ով անտարբեր չի միստիկայից, ովքեր լավ էմպատ են, հեռավորության վրա շատ լավ զգում են մարդկանց, կարողանում են կարդալ մարդկանց մտքերը, շատ ճիշտ ուշադրություն են դարձնում, մեկնաբանում իրենց երազները, այսինքն սրանք ոչինչ պատահական չէ, թվերի լեզուներն են հասկանում, բայց ինչ որտեղ կաղում են, ասենք թե տարոլոգիայի հետ կապված, ովքեր հասկանում են, որ իրենց մեջ հոգևոր արժեքները բավականին, ովքեր որ հասկանում են, որ հոգևոր արժեքները իրենց մոտ զարգացած է եւ կարիքը կա ավելի ձեր վիբրացիաները բարձրացնելու։ Եվ այսպիսով, թվանշաններով, ովքեր ծնվել են 9, որովհետև 9-ից կեսից շատը չգիտես ինչու վախենում են մտնել էզոթերիկա, ձեր ուրեմն սիրելի ինյակներ, ովքեր ծնվել են 9, 27 եւ 18, ձեր թվանշանը ընդհանուր 9 է, դա Մարսն է, Մարսը ինչի մասին է խոսում, 9 թվանշանը, որ դուք եկել եք օգնելու մարդկանց, պետք է մտնեք էզոթերիկայի մեջ, ինչը կապ ունի մարդկանց օգնելու, այլ ոչ թե ծառայելու, ծառայում են խոսքի օրինակ ծառաները, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, չենք եղել եւ չենք էլ ունենալու, դա է իրականությունը եւ 9-ը նաև կարող են մտնել MČS, 9-ը կարող են նաև մտնել որտեղ որ փրկարարներն են, եւ էզոթերիկան եւ մեդիտացիան, ինչը կապ ունի այսպիսի ուրեմն աշխատանքների հետ, նաև կարող եք լինել սիրելի ինյակներ լավ հետախույզներ, 7-երը կարող են մտնել, 4-երը կարող են մտնել, ում թվերը 4-ն է, 4, 13, 20, ուրեմն 2, ովքեր ծնվել են 1 թվանշանի ներքո, այո, կարող են լինել Սամսիբի ռեժիսոր, իրենք իրենց համար սովորեն, որովհետև մեկը դա մասշտաբի հետ կապ ունի, դա ամեն ինչի հետ կապ ունի, 5-երը կարող են մտնել, 5-ն էլ մասշտաբի հետ կապ ունի, 5-ն էլ ուսուցիչի հետ կապ ունի, 3-ները կարող են մտնել, 6-երը կարող են մտնել, ինձ դիմել եւ 8-երն ու 9-երը, 7-ը ասեցի, ոչ բոլորը, որովհետեւ այստեղ կախված է նրանից, թե ինչքանով դուք կարող եք լինել ունենալ առողջ մտածելակերպ եւ ինչքանով է դուք ճիշտ աշխատացնում ձեր ենթագիտակցականը։ Ձեզ պարզ լսվում եք, խնդրեմ գրեք, որպեսզի հասկանամ, լսվում է թե ոչ։ Ուրախ եմ ձեզ համար։ Կստացի երեքներից լինում են լավ գիտակ մարդիկ, շատ ուժեղ ինտելեկտով։ Ես սովորեցնում ինչ հարցել կարելի է տալ, ինչպես կարելի է ճիշտ հարցերը ձևակերպել, որպեսզի, տարոք քարտերը ձեզ ճիշտ պատասխան տան։ Նաև պատասխանները հենց ճիշտ մեկնաբանելով, ձեր բառերը ճիշտ արտաբերելով, ճիշտ ներկայացնելով ձեր խոսքը հանրությանը, սրանք շատ կարևոր մանրունքներ են, որոնք ես սովորացնում եմ։ Ուրեմն թվահոգեբանը որպես մասնագետ իմ տիպի, նաև պետք է լինի բավականին շատ պատասխանատու, իր վրա վերցնի պատասխանատվություն։ Պետք է էներգետիկ սահմանների հետ էլ նաև կապ ունի եւ ձեր հետագա զարգացման համար։ Ընդհանրապես աշակերտները հասկանում են, արդյոք ուզում են շարունակել որպես մասնագիտություն, ինձ մոտ սովորելու ընթացքում թե ոչ, բայց մենք տեսել ենք, որ այո, շատերը, ովքեր որ մինչև հիմա 6-րդ արդեն բազային կուրսն է, մարդիկ կան, այո, որ մինչև այսօր սովորում են եւ չի եղել ինձ մոտ, որ կեսից այդպիսի մարդիկ հրաժարվեն, ինչի համար ես ողջունում եմ իմ աշակերտներին բոլորին։ Անցնենք առաջ, ուրեմն նայեք, ինչու տարոն երբեք չի ստում, նույնը ինչու չի ստում աստղաբանությունը եւ
թվահոգեբանությունը։ Բայց մարդիկ ինչ որտեղ կարող է իրականում չհասկանան, հա, սա ասեմ ինչու, որովհետև տարոլոգիա, թվահոգեբանություն եւ ուրեմն աստղաբանություն սրանք ընդհանուր մեկ գիտություն է, իսկ շատերը այս մասին չգիտեն։ Եթե տարոն խոսքի օրինակա, որ որոշ տգետներ ասում եմ չկա գիտելիք, չունեն գիտելիք, կանգնում գրում են իրենց մոտ տարո գուշակություն, տարոն ինչ կապ ունի գուշակության հետ, հա, որովհետև այդպիսի մարդիկ անգամ իրենք չեն հասկանում, թե ինչ են վերցրել, ինչպիսի գործիք են վերցրել իրենց ձեռքը, որովհետև եթե տարոն գուշակություն լիներ, ես չէի, հա, ընտրի հենց այս ճանապարհը, որովհետև ես նաև չմոռանանք տեսնում եմ։ Դրանք տարբեր բաներ են, ընդհանրապես ես տարոն օգտագործում եմ, հա, գործիք, որպես սակրալ, որպեսզի շատ էներգիա ինձանից չխլի, քան խլում է ինձանից, ուրեմն տեսողական կանխատեսումները, սենց պարզ ասեմ, որպեսզի հասկանաք, նույնն է տեսողական կանխատեսումը, ինչ էներգիա խլում է, ինչ գնաս գերեզման աշխատես եւ այդ էներգիան այդպես տանում է։ Հիմա ինչու կարող է մարդիկ, հա, վախենան տարոյից, որովհետեւ հիմար տգետ մարդկանց են դիմել, գուշակներին, խաբեբաներին, գուշակը կարող է սպասի ժամերով մի բան գուշակի, հա, գուշակը դա է, բայց ինքը հարցա, ինքը կգուշակի ճիշտ թե ոչ։ Ես բան չունեմ իրանց համար ասելու, բայց ովքեր որ տարո են վերցրել ձեռքները գրում են գուշակություն, ուրեմն դուք ոչ մի կապ չունեք այս սակրալ գործիքի հետ։ Ինչ կարող է իրականում տալ, ասել ձեզ տարոքարտը դա եմ սովորացնում, ինչու թիվը կարող է ուժեղացնել բացատրությունը եւ մեկ կենթանի խոսքի օրինակ, հա, թիվ ընթացքում ես բացատրում եմ թե թվագիտական տերմիններով, թե տարոլոգիայի տերմիններով, էներգիաների մասին է այստեղ խոսքը։ Կամավորից մեկ պարզ հարց ցույց եմ տալիս ինչպես է աշխատում այս մեթոդը եւ շեշտում սա սովորելի համակարգ է։ Ինչու եմ ես այս բոլորն անում, որովհետեւ շատ մարդիկ ճիշտ չեն բացատրում ձեզ խոսքի օրինակ Կալիսո Ֆորտունայի քարտը, հա, հաջողության անիվի, ասելով որ հավայ արի իմ մոտ մոռացել է ուրեմն ժամանակը ինչ կապ ունի։ Ոնց ասեմ ես այդտեղներին, որ իրանք հասկանան, որ իրանք իրոք կապ չունեն տարո քարտերի հետ։ Հասկանում եք։ Ահա։ Կարգին արտահայտվի։ Իսկ ես ճանաչեցի ձեզ, թե դուք ով եք։ Մի քիչ զգուշ եղեք, որովհետև այս ձեր գրածները ձեր վրա հետագայում կարող է բավականին թանկ նստի։ Եվ եթե դուք մտածում եք, ինձանից ձեզ խորհուրդ, ինչ որ մի բան ձեզ դուր չի գալիս, մի անգամից թերթում եք, անցնում եք գլխացավանքից բրծանելու համար։ Իմ խորհուրդը ձեզ, եթե մտածում եք դուք դրանով իմ ժամանակը խլում եք, ինձ կարող եք հունից անել, ես ձեզ ասեմ, որ դուք չարաչար սխալվում եք, որովհետև իմ էմոցիաները ինձ ընդհանրապես չեն կառավարում։ Ես կարող եմ ասել թեթև տարեք իմ կյանքի հաջողությունները եւ դրանով ձեզ ստեսություն եմ ասում։ Անցանք առաջ սիրելի հետևորդներ։ Իրանից ոչինչ չներկայացնող միակ անձնավորությունը կարա փորձի այսպես ուշադրություն գրավել, ես շատ եմ ցավում ձեզ համար, գնացեք, բայ արեք, անցանք առաջ սիրելի հետևորդներ, անցնենք առաջ ուրեմն, հա, շատ մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն տիրապետում իրականությանը, անգամ ես շատ եմ նկատել, բայց ընդհանրապես չեմ արտահայտվել, որովհետև ինձ դա չի հետաքրքրում։ Եվ մի բան էլ ասեմ, իմ աշխատանքներից խոսում են իմ հետևորդները, ես ընդհանրապես չեմ սիրում ինձ գովել, որովհետև իմ աշակերտներն էլ են, կստացի, բավականին պարզ գրում,
իմ վեբ կայքում, հա, որտեղ որ բավականին շատ հետաքրքիր մեկնաբանություններ ես ունեմ իմ աշակերտներից, նաև կարող եք մտնել իմ վեբ կայք կարդալ, ինչը բավականին կարող է շատերին զարմացնել։ Եթե խոսքի օրինակ դուք զգում եք, որ դա ձեզ պարզապես, հա, հետաքրքրություն չի, այլ ներսից եկող կանչ, ուրեմն ես ձեզ հրավիրում եմ ինձ մոտ։ Եթե զգում եք էմպաթ եք, մնացածը ես ձեզ բացատրեցի երազների հետ կապված, ովքեր չեն կարող դիմել, ովքեր որ տառապում են շիզոֆրենիայով, ովքեր որ ընդհանրապես ոչ մի կապ չունեն, հոգևոր արժեքներ չունեն Արարչի հետ։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ մարդիկ ովքեր որ իրենց գովում էին, օրինակ քիչ առաջ, հա, մենք նկատեինք ինչ-որ մեկին բավականին ցածր էներգիայի, ով մտածում էր, որ կարող էր ինչ-որ մանիպուլյացիա կեղտոտաներ իր այդ հոգևոր արժեք չունեցող սենց ունիկալ գրությամբ, հա։ Նայեք սիրելի հետևորդներ, հենց այսպիսի մարդիկ են ձեզ իրենց թակարդը գցում, այ հենց այս ձևով, բայց խոսքի օրինակ, հա, ես իս թույլ չէի տա նման երևույթների, սենց ճակերտների մեջ ասած խաբեբաների կայք մտնեի ինչ-որ այլ նկարով կամ այլ դեմքով, փորձելով այնպիսի ձեռագրով գրել, որպեսզի չհասկանար, որ ես եմ, ինչու, որովհետև իմ թվերի մեջ 8 թիվ կա, ես նման կեղտոտ խաղեր չեմ սիրում և չեմ սիրում մտնել ուրիշի անձնական դաշտը աղտոտելու, այդ մասին գիտեն իմ բոլոր հետևորդները, հա, իսկ ով կյանքում ընդհանրապես չկայացած է, ով իր կյանքում կյանքից աբիժնի կա, ով սիրում է, որ իրեն պարտական են, այսինքն տխմարների տգետների մասին եմ խոսում, ովքեր որ չունեն ոչ մի հոգևոր սրբություն և արժեքներ։ Նման մարդկանցից այո, սպասելի է նման քայլեր, որովհետև նման մարդիկ ուրիշ ձևի չեն կարողանում տեսնել, այսինքն ես դա ինչու չեմ վերցնում ինձ վրա, որովհետև մարդը տեսնելով իմ նկարը, հա, ինքը տեսնում է իր արտացոլանքը, այն ինչ ինքը կարող է արտահայտվի, այսինքն դա մի էներգիա է, որը իրանն է, էկրանից այն կողմ, հա, կարծում եմ արդեն հասկացաք, և այս չարը մարդկանց մոտ գիտեք ոնց է, երբ որ տեսնում են իրանք բավական գեղեցիկ, իրենցից ուսպեշնի, հա, հաջողակ, գրավիչ, արևոտ մարդկանց, ովքեր որ գիտելիքներ ունեն, ովքեր տանում են իրենց հետևից մարդկանց, դե բնական է, հա, չարը ստեղ էներգիան, մի ուրիշ ձևի է սկսում աշխատել, սկսում են իրանք այդքան էլ լավ չզգալ, հա, այսինքն տեղները կարող է տիտիկ չտան, ոնց որ ասեղների վրա լինեն, որ իրանք խոսքի խի չեն կարողանում, որ մենք ենք կարողանում։ Դա գիտեք ինչի հետ կապ ունի, այդ հարցը տվեք Արարչին, ոչ մեկ մեղավոր չի ձեր դժբախտությունների վրա և ոչ մեկ պարտավոր չի, որ դուք դժբախտ եք, ձեզ ինչ-որ հլը մի բան էլ ավելի վատ բան ասի, հլը հակառակը, ես ուրախ եմ, որ այդպիսի բաներ են գրում, ինչու, որովհետև այտենց մարդիկ մաքրում են մեր կարման, ինչի համար ես այսպիսի մարդկանցից շատ շնորհակալ եմ, անցնենք առաջ, հիմա, 2-3 ամսից, այսինքն արդեն հիմա ես ունեմ աշակերտներ, ովքեր ինձ մոտ սովորում են, իրենք կավարտեն փետրվար մարտ ամսվա մինչև վերջ, ես հավաքում եմ իմ հաջորդ 7-րդ բազայի խումբը, ես նշանները ձեզ ասեցի, թե ինչպիսի մարդիկ կարող են ինձ դիմել, ինչպիսի մարդիկ չեն կարող դիմել, ովքեր հոգեկան ինչ-որ խանգարումներ ունեն, շիզոֆրենիայով են տառապում, հա, այսինքն ինչ-որ գալուցինացիաների մեջ են, հա, այսինքն դա իրանց ֆանտազիաներն է, այդպիսի մարդիկ բավականին արգելված է մտնել և մոգության մեջ, արգելված է և մտնել տարոլոգիայի և նաև թվաբանության մեջ, որովհետև պետք է
ընդհանրապես լինեն այնպիսի մարդիկ, ասեցի, հա, պատասխանատու եւ այլ սովորելու համար։ Այսինքն adekvat մարդիկ, այլ ոչ թե ոչ adekvat։ Սրանք շատ կարևոր են, ովքեր չեն վնասի այն մարդկանց, ովքեր դիմելու են իրենց, հա, ովքեր չնայած ես դա ընտրում եմ, որովհետև ինձ մոտ շատ լավ ստացվում է, դա հələ ես չեմ սխալվել իմ գործերում։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, եթե կան մարդիկ, ում մեջ ուրեմն կա այս բարձր վիբրացիաները, ուրեմն ես ողջունում եմ ձեզ եւ հրավիրում եմ ինձ մոտ իմ դպրոց սովորելու ուրեմն տարո թվա հոգեբանություն, որի կուրսը տևելու է 6 ամիս, որտեղ դուք սովորելու եք տարո ճիշտ ընթերցում, հա, եւ թվա հոգեբանություն, այլ ոչ թե թվագիտություն։ Երկու բազային կուրսը դուք ավարտելու եք 6 ամսվա ընթացքում, հա, 6-րդ ամիսը, որպես բազային պրոֆեսիոնալ տարո թվա հոգեբաններ եւ օրինական, ինչպես ես եմ օրինական դաշտում աշխատում, հա, եւ օրինական իմ կնիքը պատվոգրի հետ դուք ստանալու եք, որպես հետագա պրոֆեսիոնալ տարո թվա հոգեբաններ։ Այսքանով ես կավարտեմ իմ լայվը, որովհետև երկար ժամանակով չեմ կարող մտնել, որովհետև գործեր ունեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ նոր քիչ առաջ, հաստե ինչ-որ մեկը բաներ գրել, մի քիչ թեթև տարեք, ամեն ինչ սենց վատ մի տարեք, ուրիշի երջանկությունը, ուրիշի հաջողությունները, դուք էլ կարող եք, հա, դեպի լավը գնալ, բայց մարդկանց մեջ, որ այդ չարությունը կա, այդ մարդիկ միշտ իրենց կյանքում ստանում են այն պատասխանը արարչից, ինչ իրենց հասնում էր։ Ես ցավակցում եմ նման մարդկանց, պրոստը մի քիչ թեթև տարեք, մարդկանց հաջողությունը, հաջողակ մարդկանց, որովհետև այդ մարդիկ իրանք իրանց աշխատասիրությամբ, այդ մարդիկ իրանց արդարությամբ, հա, եւ ժամերով ճիշտ մասնագիտականը, հա, աշխատացնելով են ունենում լավ արդյունքներ եւ հասնում այսօրվա դրությամբ այն ամենին, ինչ նրանք այսօր կան։ Ձեզ հարց տվեք, իսկ դուք ինչ եք արել ընդհանրապես լավը ձեր կյանքում։ Ով եք դուք, ինչ եք եկել այս աշխարհ, կամ այս կամ այն գործողությունները, որ ես անում եմ, ինչու եմ ես սա անում, մի հատ այդ հարցը ձեզ տվեք, էլի, մեկա դուք այտենց մաքրում եք մեր կարման, ինչի համար, եթե տեղյակ չէի, ես ձեզ տեղեկացրեցի, ես այդպիսի մարդկանց հետ ինչու կոնֆլիկտի մեջ չեմ մտնում, որովհետև իրանք իմ ոտքի եղունգը անգամ չարժեն, ես իմ ժամանակը բավականին թանկ եմ գնահատում եւ ինձ շատ սիրում եմ եւ այդպիսի մարդկանցից բավական շատ ավելի կարևոր գործեր ունեմ։ Այսօր այսքանը լավ եղեք, շուտով մեծ անակնկալներ են սպասվում կապված իմ աշխատանքի արդյունքներից, մեկը մեկից ունիկալ, թե տարոյի հետ կապված, թե թվագիտության հետ կապված։ Այո, ես խոսում եմ միայն փաստերով, այլ ոչ թե ինձ գովում են։ Իսկ այն, ինչ ես դնելու եմ, բավականին բացահայտ է լինելու, որովհետև ես ոչինչ ոչ մեկից չունեմ թաքցնելու։ Հասկացաք, սիրելի հետևորդներ, այդ մասին խոսում են իմ գործերի մասին, իմ հետևորդները, այլ ոչ թե գովում եմ ես ինքս ինձ, որոնք ներկայացնում են որոշ փտախներ։ Այսօր այսքանը, լավ եղեք։ Տեսնում եք, չի ուզում անջատվի։
Ես ինձ այդքան սիրում են իմ հետևորդները, որ չի ուզում անջատվի։ Տեսնում եք սիրելի հետևորդներ, ինչ հետաքրքիր բան է կատարվում։